Ես ողջունում եմ բարի առավոտին միացած մեր սիրելի հեռուստադիտողին։ Նոր հեռուստաընկերությունը շարունակում է իր տոնական եւ մարտիության եթերը։ Ես էլ սիրով միանալով իմ գործընկերներին սրտանց շնորհավորում եմ այսօր բոլոր քույրերին, մայրերին, դուստրերին ու կանանց։ Սա նաեւ գարնան սկիզբն է, օրն էլ շատ արևոտ ու տաք է, նման ջերմ տրամադրություն էլ ես այսօր մաղթում եմ օրվա գլխավոր հերոսուհիներին։ Իհարկե անհամբեր եմ, թե երբ պետք է ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, սակայն մինչև նրան ներկայացնելը այսօրվա խորհրդով առանձնացրել եմ 3 հայտնի կանանց, որոնց ծավալած գործունեությունն իսկապես ուշադրության է արժանի եւ գուցե դուք էլ սիրելի կանայք մոտիվացվեք նրանց ծավալած գործունեությունից։ Շարքը բացենք Մարիա Կյուրիով, նա աշխարհում առաջին կինն է, որը 2 անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի ռադիոակտիվության հայտնաբերման, նաեւ պոլոնիում եւ ռադիում տարրերի հայտնաբերման համար։ Եվ հենց նրա կատարած հայտնագործությունների շնորհիվ էլ այսօր ստեղծվել են ռենտգեն ճառագայթման սարքերը, նաեւ քաղցկեղի բուժման որոշ մեթոդներ են հայտնի։ Երկրորդը Մարգարետ Թետչեր կամ ինչպես հանրության շրջանում է հայտնի երկաթե լեդին, առաջին վարչապետ կինը, որը ուներ բարձր հեղինակություն եւ երկիրը ղեկավարելու իսկապես հիանալի մեթոդներ։ Եւ երրորդը կուզեմ խոսենք Զարուհի Քավալջյանի մասին, գուցե շատերին ծանոթ չէ, բայց հարգելի հեռուստադիտող, նա եղել է Թուրքիայում առաջին կին բժիշկը։ Եվ այս փաստն իսկապես հատկապես ուշադրության արժանի է նրա համար, որ խոսքը 19-րդ դարի մասին էր, երբ Թուրքիայում կանանց բժշկությունն ուսումնասիրելը ամբողջությամբ արգելված էր։ Հորդորում եմ նման այսպիսի կանանց պես լինենք շատ վստահ մեր ուժերի վրա եւ ինչ խոսք գուցե տարիներ հետո մեր ծավալած գործունեությունը ոմանց համար իսկապես ուշադրության արժանանա։ Դե ինչ սիրով ներկայացնեմ այսօրվա իմ հյուրին, Ծովինար Սարգսյանն է այսօր ինձ հետ տաղավարում, ով առաջին բիզնես դպրոցի հիմնադիրն է, նաեւ ուսանողի տան համահիմնադիրը եւ նաեւ գործարար։ Ողջունում եմ ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ողջույն, ես էլ եմ ողջունում ու ուզում եմ մեծ սիրով միանալ այն բոլոր բարեմաղթանքներին եւ շնորհավորանքներին, որոնք որ ուղեցիք մեր հեռուստադիտողներին, նաեւ ովքեր որ այս պահին չեն դիտում մեզ, իրենց եւս անպայման ուղղում եմ շնորհակալություն։ Քանի որ օրն էլ ծաղկաշատ են, ամանավանդ այսօր բոլոր ծաղիկներով քայլում են, նվիրում են, մենք էլ մեր հերթին մեր ծաղիկները նվիրենք ձեզ։ Ֆանֆան Զուլպանի կողմից այսօր հարգելի հեռուստադիտող, եթե կուզեք գեղեցիկ փնջեր նվիրել ձեր սիրելիներին կամ գուցե կանեք կուզեն հենց իրենց ուրախացնել, կարող եք օգտվել Ֆանֆան Զուլպանի ծառայություններից, սիրով պատրաստ են գեղեցիկ փնջերով սպասարկել ձեզ եւ գեղեցկացնել ձեր օրը։ Դե ինչ անցնենք մեր հյուրին, քանի որ այսօր մարտիության տրամադրություն է գրեթե ամբողջ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, շատ եմ լսել Ծովինար, որ ասում են ոչ թե պարզապես տոն է, այլ իրավունքի օր է, շատ կանայք այդպես են ասում, կուզեմ ձեր կարծիքը լսել, դուք ինչ եք մտածում այս տոնի առթիվ։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ շատ հյուրընկալելու համար, եթե մի փոքր ավելի լայն անդրադառնամ հարցին, միգուցե շատերը ինձ հետ իրենց կարծիքով չկիսեն, բայց ես կուզենամ իրեն անվանել ավելի շատ տոն եւ շատ ավելի քիչ իրավունքի տոն, քանի որ ինչպես դուք նշեցիք, գարուն է արդեն ջերմ տրամադրությամբ ու յուրաքանչյուր օրը, անկախ նրանից դա կլինի մարտի 8, մարտի 7, թե մարտի 20, պետք է յուրաքանչյուր օրը օգտագործել սիրով, բարությամբ, ջերմությամբ, ստեղծարարությամբ լցնելու համար, հետևաբար ինձ համար, ինչպես նաև այսօր եթեր գալուց առաջ այդպես սոցիալական մեդիա հարթակում մի փոքր կոմունիկացիայի մեջ եղանք մեր ընկերների հետ, ինձ համար ինքը ավելի շատ ոչ թե իրավունք, կանանց իրավունքների վերականգնման իգակասերի ներկայացուցիչ, այլ ավելի շատ տոն է, առիթ եւս մեկ անգամ ուրախանալու, սեր, ջերմություն, բարություն փոխանցելու համար։ Այո, եւ կարծում եմ ինձ հետ համաձայն կլինեք, որ գրեթե տոն է ամեն օր եւ կանանց իրավունքները պետք է պաշտպանվեն 365 օր շարունակ ամեն տարի։ Ծովինար, դուք առաջին բիզնես դպրոցի հիմնադիրն եք եւ նաեւ ուսանողի տան համահիմնադիրը, ինչ որ նոր բանի սկիզբ լինելը շատ գեղեցիկ է հնչում, լավ է հնչում, բայց յետևում շատ մեծ աշխատանք կա։ Ինչ է ձեզ համար նշանակում լինել նոր գաղափարի, նոր մտքի կամ նոր գործողության հենց առաջինը, մարդը որ կանգնած է դրա հիմքում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն բավականին հետաքրքիր ու նաև հագեցած հարցի համար, նախ այստեղ մի կարևոր բանի մասին եմ ուզում անպայման կիսվել ու իմ մտքերը ու անցած ճանապարհը փոխանցել, որ ի սկզբանե հակված եմ նրան, որ որևէ գործունեություն ծավալելը, որևէ խնդրի լուծելը, որևէ փոփոխությունների առաջամարտիկ լինելը բնավ երբեք չպետք է պայմանավորել սեռով։ Այսինքն ինքս միշտ նշում եմ նրա մասին, որ հատկապես եթե հետ վերադառնամ
Հայաստան աշխարհի մասին ու մեր միջավայրի մասին խոսեմ, միգուցե օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն մենք քիչ ենք, բայց դա էլ իր հիմնավորումները ու նախախնամությունը ունի։ Յուրաքանչյուր անհատ, ով ունի հնարավորություն, ով ունի ցանկություն, ով ունի ձգտում, ով ունի իր միջավայրը ավելի լավը դարձնելու ուժ, մտադրություն եւ համարձակություն պետք է այդ նախաձեռնողականությունը վերցնի իր վրա, հետեւաբար սա ինչի համար եմ ուզում նշել, որ շատ դեպքերում մեզանում, քանի որ նաեւ մարտիութն է, փորձեմ նաեւ մի փոքր թեմայի մեջ ներկայացնել, մտածում են, որ օրինակ ինչ որ աշխատանքներ միայն տղամարդկանց համար է, կանայք չեն կարող այդ դաշտ մտնել կամ վստահաբար ասում եմ, ոչ, յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր մարդ, ով ունի հնարավորություն, ով ունի ցանկություն, քանի որ ինչպես նշում են, ամեն բանի մեկնարկային կետը ցանկությունն է, անպայման պետք է ստեղծի։ Իսկ արդյոք դժվար է թե ոչ, ինքս միշտ նշում եմ, որ ցանկացած մարդ նաև գործարարության ոլորտում շատ լինելով կարող եմ այսպես, եթե ամփոփ ներկայացնել, հիմնականում հանդես են գալիս այն նախաձեռնություններով, որ խնդիրներին իրենք բախվել են։ Այսինքն ժամանակին տեսել են խնդիր կամ նվազագույնը իրենք ունեցել են այդ խնդիրը եւ այլ կերպ ասած տեսել են խնդրի լուծումը եւ իրենց վրա վերցրել են հանձնառություն կամ նախաձեռնողականություն այդ խնդիրը լուծելու համար։ Եվ բիզնես դպրոցի դեպքում, եւ ուսանողի դեպքում, եւ ընդհանրապես բոլոր նախաձեռնությունների դեպքում, այո, խնդիրը նրանումն էր, որ եթե անդրադառնամ բիզնես դպրոցին, որ ինքս սովորել եմ տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժնում եւ մենք առարկայի, նաեւ մասնագիտության շրջանակներում միշտ ուսումնասիրում էինք դրսի հաջողված ընկերությունների փորձը եւ ինձ համար միշտ այսպես հարցական էր, արդյոք մենք Հայաստանում չունենք հայ գործարարներ, ում փորձը անցած ճանապարհը կարող է օրինակ ծառայել եւ այս մտքերով էլ ստեղծվեց այդ միջավայրը, ինչպես ասում են, եթե ոչ ես, ապա ով, որովհետև ինչ որ մեկը այդ խնդրի լուծումը պետք է իրականացնի ու այդպես 2015 թվականից սկսվեց այս ճանապարհը, նույնքիպ նաև ուսանողի տան դեպքում, քանի որ ինքս էլ համայնքից եմ, որը որ շատ մեծ ուրախությամբ եմ նշում, մենք գիտենք ինչ խնդրի է բախվում ուսանողը, երբ գալիս է քաղաք, բնակության, միջավայր եւ այլն, այո, եւ այսպես նաև ծնվեց այդ գաղափարը իմ գործընկերոջ Մհեր Մկրտչյանի հետ։ Այսպես, եթե ընդհանրացնեմ այս հատվածը, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր անհատ, ով իսկապես չի ապրում միայն իրենով, այլ իր համար կարևոր է նաև միջավայրում փոփոխություն բերելը, տեսնել խնդիրը, լուծում եւ ամենակարևորը վերցնել հանձնառություն խնդիրը լուծելու համար։ Միանգամից զրույցի սկիզբը հենց մոտիվացիայով էլ սկսեցիք, կարծում եմ սա բոլորին իսկապես պետք է նամանավանդ առավոտյան ժամերին հետաքրքիր է, ինչ խոսք կարևոր է ծովինար, երբ կա խնդիր, ոչ թե սпасես ուրիշների կողմից խնդիրը լուծելուն, այլ հենց ինքդ էլ հանձնառնես ու ղեկը վերցնես քո ձեռքը ու կապ չունի այս դեպքում տղամարդ ես թե կին։ Շատ կարևոր է, ես կարծում եմ կհամաձայնվես ինձ հետ, որ հասարակությունն էլ պետք է ընդունի գաղափարը այնպես, ինչպես որ դու ես պատկերացնում կամ գուցե մասամբ փորձի աջակցել։ Ձեր գաղափարի դեպքում հասարակության արձագանքն ինչպիսին էր ու նաև ձեր շրջապատի, մոտիվացնող էր, քաջալերող էր, թե գուցե ունեիք ձեզ չհավատացնող մարդիկ։ Տեսեք, ինքս միշտ նշում եմ, որ պետք է պաշտելու չափ սիրես այն ամենը, ինչով որ զբաղվում ես, Երբ զբաղվում ես մի բանով ու հանդիսանում ես ինչ-որ մեկ բանի նախաձեռնություն, որ դու իսկապես հավատում ես դրան, շատ քիչ դեպքեր են լինում, որ դու այդ հավատքը, այդ իր հաջողելու հնարավորությունը չես կարողանում փոխանցել քո միջավայրին։ Իհարկե, միշտ միջավայրում լինում են անհատներ, ովքեր որ մի քիչ ավելի սնահավատ են մոտենում, որ չի ստացվի, ամեն դեպքում դրա կարիքը չկա եւ այլն, բայց ես միշտ նշում եմ, որ դա պետք է բալանսավորված լինի, այսինքն պետք է լինեն այո եւ քաջալերողներ, պետք է լինեն եւ օբյեկտիվ քննադատողներ, ովքեր որ քեզ կասեն այն բոլոր բացերը, որին որ դու պետք է բախվես եւ շատ բնական է, որ իրականում կլինեն նաեւ անհատներ, ովքեր ամեն դեպքում ոչ մի կերպ չեն հավատա, որովհետեւ միշտ ցանկացած նախաձեռնություն, երբ դու սկսում ես, շատ ավելի քիչ մարդիկ են քեզ հավատում, որովհետև միայն դու ես քո մտքում պատկերացնում այդ ամբողջ ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է իրագործես։ Այստեղ ամենակարևոր բաներից մեկը նա է, որ եթե դու իսկապես հավատում ես այն գաղափարին, որը որ ուզում ես կյանքի կոչես, եւ այստեղ նաև մյուս կարևոր բանն է, որ ինքը իսկապես պետք է խնդիր լուծող լինի եւ ոչ թե ինքնանպատակ, որովհետև դրանից շատ շուտ կարող ես հոգնել, վստահաբար ինքը հաջողելու է ու նաև այստեղ երկու կարևոր բանի մասին եմ ուզում
ուզում նշել, որ ցանկացած նախաձեռնության հիմքում գտնվող անհատ էլի ոչ սեռով պայմանավորված ինքը ունենում է մոտիվացիայի երկու աղբյուր։ Ներքին մոտիվացիա, երբ դու կարողանում ես յուրաքանչյուր օր քեզ այսպես վեր կանալ անկողնուց եւ լծվել այն նպատակին գաղափարին, որը որ ուզում ես իրականացնես եւ արտաքին աղբյուրներից եկող մոտիվացիա, դրանք մեր ընկերներն են, ընտանիքի անդամներն են, հարազատներն են եւ այլն։ Երկրորդը շատ լավ է։ Դրա արկայությունը շատ կարեւոր է, բայց իմ սուբյեկտիվ գնահատմամբ արարող մարդը պետք է այդ ներքին մոտիվացիա, ներքին մղումը ունենա, որովհետև արտաքին մոտիվացիան ինքը միշտ կարող է լինել քիչ, կարող է լինել ժամանակացնող է այո, պետք է փոխլերացնող լինի, այդ ներքին մղումը, մոտիվացիան դու պետք է ունենաս։ Ձեր խոսքի մեջ մի հետաքրքիր բան ասեցիք, երբ կան չհավատացողներ քեզ, բայց հավատացեք, այն չհավատացողները ամենաշատն են մոտիվացնում, գուցե ինչ-որ մի բան ապացուցելու հենց նաև նրանց ու ընդհանրապես։ Ձեր սկզբունքների մասին խոսեցիք ու ամենակարևորը ոնց ասացիք, հավատքն է, հա? Սեփական մտքերի նկատմամբ, բացի դրանցից տեսականին գործնական անցնելու այդ ամբողջ ճանապարհին ինչ սկզբունքներ են եղել, որոնցով որ առաջնորդվել եք, գուցե սա նաև մեր հեռուստադիտողին հետաքրքրի, երբ նրանք էլ ունեն մտքեր ու փորձում են իրականություն դարձնել։ Տեսեք, իրականում ինքս գործունեության ոլորտում կամ որևէ բան նախաձեռնելուց միշտ, քանի որ նաև տնտեսագետ եմ մասնագիտությամբ, տնտեսագիտության մեջ մեկ այսպիսի տերմին կա, համախառն ներքին արդյունք, դա ըստ էության բնորոշում է տվյալ երկրի տնտեսության գործունեության արդյունավետությունը, հա, որքանով է արդյունավետ եղել գործունեությունը։ Ես համախառն ներքին արդյունքը կամ ՀՆԱ-ն փոխել եմ այլ տերմիններով, որ յուրաքանչյուր գործունեության մեջ, յուրաքանչյուր նախաձեռնողականության մեջ ու բոլորովին պարտադիր չի, որ դա լինի բիզնես, հա, դա կարող է լինել որևէ փոքրիկ ինչ-որ ծրագիր, որևէ փոքրիկ նախաձեռնություն, որը քո միջավայրում մեծ մարդկանց կյանքը կփոխի, հա, շատ մարդկանց կյանքը կփոխի։ Առաջինը դա հավատարմությունն է։ ՀՆԱ-ի առաջին հն հավատարմությունն է։ Սեփական անձի նկատմամբ։ Սեփական անձի նկատմամբ, գաղափարի նկատմամբ, միջավայրի նկատմամբ մարդիկ, ովքեր որ կպնում են քո գաղափարին եւ քեզ հետ անցնում են այդ ճանապարհը։ Երկրորդը դա նվիրվածությունն է։ Եթե անձը չունեցավ նվիրվածություն, էլի մարդկանց գաղափարին միջավայրին իմ կարծիքով շատ դժվար է լինում հաջողել եւ երրորդը ան ես բացում եմ արդյունավետություն եւ ազնվություն սա եւս շատ կարեւոր է չգիտես ինչի մեզանում նախկինից եկած մի փոքր թյուր կարծիք է եղել որ գործարարության մեջ ազնվությունը մի քիչ այնքան էլ մեծ տեղ չունի բայց չէ վստահեցնում եմ որ եթե դու ազնիվ ես եթե դու ու նաեւ կարեւորը արդյունավետությունը կարեւոր չի շատ աշխատելը կարեւորը արդյունավետ աշխատելը որ դու մեծ ազդեցություն ու մեծ փոփոխություն բերես, միշտ ասում եմ համախառն ներքին արդյունքը, հավատարմություն, նվիրվածություն, արդյունավետություն, ազնվություն պետք է 100% եւ ավել լինի։ Ու նաեւ հիմա շատ դրա մասին եմ ուզում անպայման կիսվեմ, որ համագործակցության, փոխօգնության ու մարդասիրության բանը, որ դա էլ շատ կարևոր է, հա, տեսեք շատ դեպքերում մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր գաղափար առ ոչինչ է, եթե դրա հիմքում չկան իրականացնող մարդիկ։ Այո։ Իսկ մարդկանց միջավայրում ներգրավելու, պահպանելու, զարգացնելու առաջընթացի համար այդ համագործակցության, փոխօգնության, մարդասիրության կտորը շատ կարևոր է, շատ։ Ովքեր են եղել ձեր կողքին, ովքեր որ այդ մարդասիրությունը, փոխհամագործակցությունը լրացրել են ու փորձել են օգնել ձեզ միտքը իրականություն դարձնելու ճանապարհին։ Տեսեք, իրականում կդժվարանա մեկ հոգու անուն տալ, բայց էլի ես մի քիչ այդ բախտս բերեց, ընկա միջավայր, բան սենց մի քիչ դրանց չեմ հավատում, ես դրան անվանում եմ նախախնամություն ու դու երբեք ոչ միտեղ պատահական չես հայտնվում, դա շատ կարևոր է ու քանի որ շատերը նշում են, որ օրինակ ես հնարավորություն չեմ ունեցել կամ ինչ որ էլի սեռով պայմանավորված ինչ որ մտքում սահմանափակումներ կան, չկա նման բան։ Մեզանից յուրաքանչյուրի առաջ միշտ հնարավորություններ բացվում են, պարզապես ինչ որ մեկ այդ հնարավորությունը տեսնում, բռնում, օգտագործում, առաջ է շարժում, մյուսը չի տեսնում։ Եթե դպրոցի մասով գանք, իրականում մի քանի օր առաջ հենց հայ գործարար 2025 միջոցառումներ ու դրա ժամանակ էլ նշեցի, որ 2015 թվականին առիթ ունեցա լսելու Ռալֆին Յիրիկյան ու մի հատ կարևոր բանի մասին էր ինքը խոսում, մենքի, որ շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը մտածի այդ
մենքի միջավայրը բարելավելու Այո, ոչ մասին միայն եսի, մենքի, այո, եւ նաեւ ծառայող առաջնորդի մասին, մարդ, ով մտածում է միայն ոչ թե իր բարեկեցության մասին, այլ միջավայրում որևէ բան փոխելու մասին, ու դա կարող է դա հենց հանդիսացել է այն այսպես խթանը գործողության գնալու համար իմ մտքերի մտածողության զարգացման մեջ անքննելի դեր է ունեցել երջանկայի շատակ Կարենը Վարդանյան, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ում մտքերը, ում ոգեշնչումը, ում անընդհատ առաջ գնալու մոտիվացիան քեզ շատ օգնում ճանապարհին, բայց իհարկե եթե այսպես չառանձնացնեմ, բոլոր այն գործարարները 200-ից ավել, հա, հայաստանյան տարբեր ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տնօրեններ, մեր ուսանողները, ովքեր որ հավատացել են գաղափարին ու եկել են մեզ մոտ ուսանելու, մեր բոլոր գործընկերները, ովքեր որ տարբեր առիթներով համագործակցության եզրեր են ստեղծել, այլ կերպ ասած բոլոր հայ մարդիկ, հա, եթե այսպես ընդհանրացնեմ, որովհետև միշտ էլի կապերի բանի մասին վստահաբար շատ խոսում ենք, մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդ շատ կարևոր արժեք է մեզ համար։ Պարզապես պետք է դա տեսնել ու բոլորս իրար տալու, վերցնելու, իրար առաջ տանելու շատ մեծ հնարավորություններ ունենք։ Հետևաբար ամեն մարդ իր մեծ փոքր կամ միջին ներդրումը ունեցել է։ Կարծում եմ կհամաձայնեք, որ պետք է ամեն դեպքում նկատել նրանց, բաց չթողնել, այսպես բռնել, որովհետև երբեմն անցնում են կողքով ու չես հասկանում, որ ինչ-որ բան հնարավոր է իրենից այդպես օգտակար, հա, դուրս բերել։ Դա էլ իհարկե կախված է շատ նախատրամադրվածությունից։ Ես միշտ ասում եմ, մեր կյանքում մենք այդ ներողություն ես բառի համար նվնվալու բանը կտորը պետք է հանենք, հա, երբ դու ավելի դրական ես լինում, երբ դու բաց ես նայում, անհնար այդ հնարավորությունը չտեսնես, նույնիսկ այն մարդկանց, ում դու առօրյայում հանդիպում ես, քո կենցաղում, գործի մեջ, հասարակական տրանսպորտում, խանութում, պետք է ուղղակի բաց լինել։ Սա շատ կարևոր է։ Այո, կապեր ստեղծելը շատ կարևոր է։ Հիմա խոսենք գործարար ոլորտի, բիզնես ոլորտի մասին։ Շատերի դեպքում, երբ ասում են բիզնես ոլորտ, գործարարություն, միանգամից տղամարդիկ մտքին են գալիս, որովհետև այս ոլորտում ինչ խոսք է, տղամարդիկ իրենց ուղղակի թվով գերիշխող են։ Հիմա ձեր մուտքը դեպի գործարարություն, բիզնես ոլորտ ինչպես ստացվեց ու այդքան շատ տղամարդկանց մեջ լինել կին, ընդհանուր այդ մարտահրավերների մասին եմ ուզում խոսել, ոնց ստացվեց այդ ամեն ինչը։ Այստեղ էլի մի քանի շերտերով փորձեմ հարցին պատասխանել, նաև նշեմ, որ երբ 2015 թվականին մեկնարկում էինք դպրոցի գործունեությունը, այն ժամանակ կին կամ իգական սեռի հայ գործարարներ ավելի քիչ էին, չեմ ասի չկային, բայց ավելի քիչ էին ու մեր նույն դասախոսական կազմի մեջ, գործընկերների մեջ երևի 90%-ը արական սեռի ներկայացուցիչներ էին, երբ մենք գնում էինք համագործակցության եզրեր սահմանելու եւ կարող եմ այսպես ձեռքս ավետարանի վրա դրված նշել, որ երբեք որևէ արգել կամ խնդիր չի եղել, այսինքն երբեք ես չեմ ունեցել նույնիսկ ոչ այսպես արհեստական ներքին այն զգացողությունը, որ իգական սեռ լինելը դա խոչընդոտ է կամ չգիտեմ, ինչ որ դռներ է փակում, ինչ որ հնարավորություններ է բանանում, դրա համար ինձ համար մի քիչ այնքան խորթ է այն խոսույթը, որ օրինակ եթե դու իգական սեռի ներկայացուցիչ ես, քո դռները փակեն։ Չկա այդպիսի բան, ազնիվ եմ ասում ու նաև եթե մենք հետ գնանք ամենա այսպես վաղնջենական ժամանակներ, հայ կնոջ մասին մի քիչ ավելի խոսեմ, հա, քանի որ այսպես օտարերկրյա կանանց դեր իհարկե չնվաստացնելով, բայց քանի որ ավելի շատ եմ ուսումնասիրել մեր պատմությունը, հայ կինը ինքը նույն եթե ուսումնասիրում ենք մեր թագուհիների, հա, անցած ճանապարհապատմությունը, պայքարող, խնդիր լուծող, հանձնառություն վերցնող, այսինքն ի սկզբանե հայ կինը իր կերպարով ստեղծարարության այդ կարևոր որակները իր մեջ կրել է։ Պարզապես ժամանակի ընթացքում էլի արևելքի այդ մուսուլմանական օտարազգի տիրապետության տակ լինելը ըստ էության միգուցե անդրադարձել է նրա վրա, որ մեզ վրա եկել է այն ոչ մեծ հետ կապ ունեցող որակները, որ կինը միայն կամ իգական սեռի ներկայացուցիչ պետք է լինի միայն տանը, միայն երեխաներ, միայն ու սրա արդյունքում մենք սկսել ենք
դերեր բաժանել, այսինքն ինչն է կարելի կանանց, ինչը ոչ, ինչը տղամարդկանց ու արհեստական իրավունքներ սահմանել, արհեստական դերեր բաժանել, որը բնությունը արդեն արել է։ Այսինքն հայ կինը ինքը միշտ իր եւ ինչպես նշեցի ստեղծարարությամբ, իր առաջամարտիկ լինելու պայքարի ոգով միշտ առանձնացրել է ու այստեղ նաեւ կարեւոր միտքն եմ ուզում տալ, դա երբեք չի խանգարել ընտանիքի կին, մայր, ծնող լինելու հանգամանքին, հա, այսինքն քանի որ ինչի եմ սա ուզում շատ այսպես արմատացած նշել, որ մեզանում նաև այն թյուր կարծիքը կա, որ եթե դու աշխատանքի մեջ կայացած ես, ուրեմն ընտանիքում պետք է ձախողես, ոչ։ Ես ճանաչում եմ շատ հայ կանանց, ովքեր որ կարողանում են հաջողել եւ աշխատանքի մեջ, եւ ուսման մեջ, եւ ընտանիքում, եւ բոլոր ոլորտներում իրենց դերը ունենում են։ Մի քիչ մարտի կարող է հակառակ բան ասել, բայց ինձ թվում է հիմա տղամարդիկ պաշտպանության կարիք ունեն, որովհետեւ այնքան շատ են այդ արհեստածին մտքերը, գաղափարները տարածում, որ պետք է ուղղակի վերցնել, որ մարդը ինքը պետք է լինի պաշտպանված, անկախ սեռից, անկախ մարդը ինքը պետք է լինի արարող, անկախ նրանից դու արական սեռի ներկայացուցիչ թե իգական ու սա մեզ թույլ կտա, որպեսզի մեր էներգիան, մեր մտքերը, մեր այսպես գործունեությունը ծավալենք ավելի ճիշտ ուղղությամբ եւ ավելի սխալ ուղղությամբ քիչ էներգիա վատնենք։ Քանի որ պատմության շերտերին հղում արեցիք, մենք վերջի ունեցել ենք Փարանձեն թագուհի, ունեցել ենք Ծովինար, Սաթենիկ ու ընդհանրապես մեր բանահյուսական արժեքներից սկսած խոսվում է կնոջ պայքարող տեսակի մասին եւ թյուր ըմբռնում է, որ կինը ուղղակի թույլ է ակե, ինչպես որ շատերն են ասում, սա կարծրատիպ է։ Քանի որ բիզնես դպրոցից շատ խոսեցինք, դուք խնդիր տեսել եք, Հայաստանում չկար այդպիսի դպրոց, ուզում եմ այդ ստեղծման ու արարման են հիմնական շերտի մասին, հա, խոսենք, ինչպես ստեղծվեց, հիմա ինչ փուլում եք, որովհետև գրեթե 10 տարի անցել է, հա, արդեն 10-րդ տարում եք գտնվում, ինչ փուլում եք դուք հիմա գտնվում եւ ընդհանրապես ինչ գործունեություն է ծավալում բիզնես դպրոցը։ Եթե ինձ 10 տարի առաջ հարցնեիք, օրինակ որտեղ եք պատկերացնում, իհարկե հիմնական նպատակը տեսլականը կար, բայց որ տարիների ընթացքում մենք ունենանք այն ինչ որ ունենք, ես երևի այսպես նույնիսկ չկարողանայի հստակ արտաբերել, բայց ամենաառաջին բանը, որ սկսելուց շատ կարևոր էր, միտք ունենալ, որ Հայաստանում գործարար միջավայրը պետք է զարգացնել ու մի հատ կարևոր բան էլ մենք չենք ասում բիզնես, ասում ենք գործարար, այդտեղ արարելու կտորն է, հա, որովհետև գործարարը ըստ էության խնդիր լուծող, ստեղծող, միջավայր փոխող մարդն է ու սկսեցինք առաջին դժվարությունը, որ կար, դա իսկապես ստեղծարար գործարարների գտնելն էր, ովքեր որ բացի այն, որ գումար են աշխատում, իրենց հիմքում կա նաև միջավայր փոխելու, Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու, երկիրը բարեփոխելու խնդիրը լինի դրական, հա, ու սկզբնական շրջանում մի փոքր դժվար էր գտնել են, նաև քանի որ էլի նախկինից եկած շատ կարծրատիպեր կային, որ հայ գործարարների մի քիչ ոչ արժեք ստեղծող կերպարներ կային մեր հասարակության մեջ շրջանառված, այս ֆոնի վրա դժվար էր գտնելը, բայց իհարկե շատ կապերով, շատ այսպես փնտրելով, ասում ով փնտրում է, նա գտնում է, էլի, պետք է ուղղակի չհանձնվել։ Սկզբից համագործակցությունը եղավ 30 գործարարների հետ ու հիմա մեր դասախոսական կազմը 250 եւ ավելին են հայ գործարարներ, իհարկե ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ դրսից, ովքեր իրենց գիտելիքով, փորձով են կիսվում։ Նաեւ ուսանողների կազմը, որ օրինակ էլի եթե նայում ենք սեռային բաշխվածության առումով երևի 60% իգական սեռի ներկայացուցիչ են, 40-ը արական սեռի եւ սա վկայում է նրա մասին, որ օրինակ 10-15 տարի հետո մեր միջավայրում նաեւ գործարար կանանց թիվը վստահաբար կամ արարող կանանց թիվը ավելի կշատանա։ Շատ ծրագրեր է եղել, բավականին շատ այսպես աճ ունենք եւ գործընկերների մասով եւ արդեն ունենք մեծ համայնք շրջանավարտների, որոնց մեջ ձևավորվել է այդ փոխօգնության համագործակցության մթնոլորտը, ամենակարևորը, որ ես կարող եմ իսկապես մեծ ձեռքբերում համարել, քանի որ այսպես տեխնիկական բաներից շատ կարող եմ նշել, որ յուրաքանչյուր անհատ ով նոր է մուտք գործում գործարար ոլորտ կամ գործարար ոլորտի մեջ է ինքը ինչ որ զարգացում փոփոխություն է բերում, մտքում ունի առաջին բանը՝ իմ գործունեությամբ ոնց եմ նպաստելու Հայաստան աշխարհի զարգացմանը։ Սա ամենակարևոր ձեռքբերումներից է, որ դու քո գործունեության մեջ այդ
լուսավոր կետը ունես քո մեջ ու դրա շուրջ անպայման մտածում ես։ Դե եկեք առարկայական խոսենք, թե դուք ձեր գործունեությամբ ինչպես եք նպաստել երկրի նաև զարգացմանը, կուզեմ այսպես փաստերով նշեք, որովհետև մոտիվացնում է ինչ խոսք, նաև այս դեպքում ինձ այստեղ նստած շատ հետաքրքիր ու ոգեշնչող է ամեն ինչ։ Տեսեք, իմ գործ, քանի որ իրականում կարծում եմ բոլորի մոտ, նաև ինձ մոտ բնականաբար 2020 թվականից հետո շատ բաներ փոխվեց ու նաև դա թույլ տվեց մեզ ավելի վերաիմաստավորելու այն ինչը որ անում ենք ու արդյոք այն ինչը որ անում ենք անհրաժեշտ է եւ ինքը ինչ խնդիր է լուծում, հա։ Ու ինձ համար հստակ էր, որ 3 ոլորտ կա, որտեղ որ ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, սա էլ շատ կարեւոր է, որտեղ մեր ամենամեծ խնդիրներից մեկը դա ֆոկուսի պակասն է։ Մենք անում ենք ամեն ինչ, քիչ-քիչ, կիսատ, ոչ արդյունավետ։ Իմ համար հստակ էր, որ ես շատ սիրում եմ, հասկանում եմ ու ինձ մոտ ամենալավը ստացվում է 3 ոլորտ՝ կրթություն, բիզնես կրթություն ու համայնքային զարգացման ծրագրեր, որի հիմքում երիտասարդությունն է ու կրթությունը ու սրանից ելնելով իմ հիմնական ամբողջ էներգիան այս 3 ոլորտների վրա է։ Առաջին մասով դասավանդման կտորն է, որ մի քանի բուհերում տնտեսագիտական համալսարանում եմ նաև դասավանդում, նաև այդտեղ պատասխանատվության բանը կա, որ այն միջավայրը, որը որ քո աճի զարգացման վրա մեծ դեր է ունեցել, հետ վերադառնալ եւ այո, փոքրիկ իշխանի մեջ այսպեսի միտք կա, չէ, որ դու պատասխանատու ես այն միջավայրի համար, որին ընտելացրել ես, նաև որից դուրս ես եկել, այս պատասխանատվության մասով, բիզնես կրթության մասով բիզնես դպրոցի գործունեություն է, որը ամբողջովին միտված է ստեղծար միջավայրի զարգացմանը եւ արդեն համայնքների մասով էլ դա ուսանողի տան ծրագիրն է, որը որ գործընկերոջս հետ ենք իրականացնում եւ սա էլ որպիսի ամենը չսահմանափակվի միայն Երևանում ու մեր այդ զարգացման հնարավորությունները տանել նաեւ համայնքներ, ոնց որ միշտ ասում ենք, մարզերում շատ սեր կա եւ դա պետք է այո վերցնել, այդ էներգիան ճիշտ ուղղությամբ տանել։ Սովինար, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Եթե փորձենք փոքրիկ դաս քաղել այս ամբողջ հարցազրույցից, ապա պիտի ասեմ, որ հարգելի հեռուստադիտող, իսկապես պետք է հավատալ սեփական ուժերի եւ ցանկացած խնդիր տեսնելու ժամանակ նախապատվություն տալ սեփական անձի ուժերին, կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ։ Ու ունենալ համարձակություն ու հանձնառություն անելու, որովհետեւ ինչպես ինքս եմ միշտ նշում, մեզանից ոչ ոք կյանքի հետ չունի կնքած պայմանագիր, հա, որ այսքան տարին էսպես եմ ապրելու, այնքան տարին այնպես։ Եթե մտածում եք, եթե զգում եք, որ իսկապես այն ինչը որ ձերն է, առանց մեկ վայրկյան մտածելու պետք է ուղղակի սկսել։ Ոչինչ, ձախողեք, բայց առնվազն կիմանաք, որ փորձել եք ու չի ստացվել։ Այո, շնորհակալ եմ նորից այս զրույցի համար, վերջում ծաղիկները չմոռանանք, այսօր մարտիրության տրամադրությունը փորձենք նաև այս ծաղիկներով լրացնել։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, հարցազրույցը մեր մոտեցավ ավարտին եւ քանի որ նոր գարնանային եթերաշրջան է, մենք ձեզ նոր անակնկալներ ունենք, սկսում ենք նոր շարք, կարդում է հեղինակը Տիտենք եւ վերադառնանք տաղավար։ Ես էլ իմ եթերի ղեկը հանձնում եմ գործընկերուհուս Արմինե Թովմասյանին։ Նորից շնորհակալ եմ, նաև հավելեմ, որ այսօրվա գեղեցիկ ու գարնանային տեսքն այսօր ապահովել է Մետաքսե նորաձևության տունը։ Հաջողություն։